Պարոն Յուլիան, մեր տնտեսությունը միջոցները բյուջեի դրսի եկող գումարների խայտառակ մենեջմենտի պատճառով ձախողումներ ունենք բոլոր բնագավառներում, ներդրումներ, ինվեստիցիաներ, տնտեսության աճ, մենաշնորհներ, գիտեք, բոլորս գիտենք։ Դուք մտնում եք մի դաշտ, մտնում եք որտեղ մարդ կշփոթվի, որ ծայրից բռնի, որ ուղղությամբ գնա, որ հաջողություն արձանագրի կամ ֆիքսի եղած չեղածը։ Որն է լինելու ձեր այսպես քաղաքական մոտեցումը, որ ծայրից բռնել, որ խնդիրը փորձել կարգավորել, որտեղ լույս գցել, որ տեսնենք ինչ է կատարվում։ Այդ մեկ, մասնավորապես դուք գոնե մեր ղեկավարման համակարգում մի 4 բնագավառում աշխատել եք։ Կրթության բնագավառ, բուհեր, առողջապահություն, հատկապես էներգետիկայի բնագավառ։ Էներգետիկայի բնագավառում դուք մի քանի ամիս մնացիք, մենք չհասցրեցինք իրար այդ կոնֆլիկտների դաշտ մտնել, բայց գոնե դուք հասցրիք ճշտել, թե էներգետիկայի նախարարությունում ինչ կոռումպացված վիճակ է, ինչ բարձի թողի վիճակ է, ինչ համակարգված փչացածություն կա այս համակարգում, գազի գին, հոսանքի գին, ուռճացրած ապարատ, սակագներ, որոնք անվերահսկելի են եւ անտրամաբանական են, նույնը հիմա էլ շարունակվում է։ Դուք գոնե ասենք այս բնագավառում կունենաք քաղաքական կամքը, թույլատրությունը, համարձակությունը կներեք այս բառերի համար, մտնել եւ ինչ որ բան ընդից կարգավորել։ Բոլորս գիտենք, էլի ակնհայտ բոլորս վկան ենք, թե ինչ է կատարվում այս համակարգում։ Եվ վերջին հարցը, հասարակության մեջ այդպես էլ բաց մնաց, խոսում են երկու տարբերակներ, Իշխան Զաքարյանը գործուղված է կամ Իշխան Զաքարյանը դեմարշ է արել իշխանություններին եւ մտել է քաղաքական պայքարի մեջ։ Կարող եք իհարկե չպատասխանել, բայց ըստ ձեզ ինչ է տեղի ունենում ձեր համակարգում, ինքը այսպես թողեց այդ ձեռքը թափ տվեց գնաց, թե կարող է հետո ձեր շախմատային տերմինով ասեմ, հա, այդ տերմինները դուք փոխատեղում լինի, ռակերովկա լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ եւ առաջ ձեր բարձրացած առաջի հարցը բնականաբար բավականին լուրջ ուսումնասիրություն պետք է իրականացվի ռիսկերի գնահատման առումով եւ ըստ ռիսկայնության վերահսկիչ պալատը, հետագայում հաշվեկնիչ պալատը իր գործունեությունը կազմակերպի։ Ռիսկերը գնահատելուց հետո պատրաստ ենք ձեզ ներկայացնել նաեւ լրացուցիչ օրենքով ազգային ժողովն է հաստատում վերահսկիչ պալատի այսօրվա դրությամբ ծրագիրը, բայց վերահսկիչ պալատը ինքը հնարավորություն ունի իր խորհրդով լրացուցիչ ինքնուրույն որոշել նոր թեմաներ եւ վերահսկողություն իրականացնել։ Իմ կարծիքով մոտակա ժամանակներս կտեղեկացնենք տարվա ծրագրում, եթե ազգային ժողովը դրսևորի համապատասխան մոտեցում, իմ նշանակվելու դեպքում կտեսնեք, որ ծրագրում կլինեն լրացուցիչ հարցեր։ Էներգետիկայի հետ կապված հարց տվեցիք, բոլորս էլ գիտենք, որ խիստ ռազմավարական եւ ապագային միտված ուղղություն է, որը շատ կարևոր է, 6 ամիս եմ աշխատել, բայց աշխատել եմ մեծ ծանրաբեռնվածությամբ եւ բավարարվածությամբ, աշխատանքից հեռացել եմ գոհունակության ու բավականության ստանալու զգացմունքով իմ կատարած աշխատանքի առումով։ Բավականին հարցերի մեջ խորացել եմ, բավականին իմ կարծիքով հարցերին տվել եմ դրական լուծումներ, նույնը սակագների մասին դուք խոսեցիք, դժվար է մի քանի րոպեի ընթացքում այդ ամեն ինչը ներկայացնել, բայց բավականին լուրջ դրական տեղաշարժեր են տեղի ունեցել։ Երկրորդ խնդիրը կնճռոտ հարցեր նաև Երևանի ջետի խնդիրներ, մեծ աշխատանք կատարվեց եւ ջետի ֆինանսական առողջացման ծրագիրը բավականին մանրամասն լուրջ մասնագետների ընդգրկումով ծրագիր էր, որի տակ ես ստորագրել եմ եւ պարտավորվել եմ, եթե ծրագիրը ճիշտ իրականացվի, 2017 թվականի օգոստոսի 1-ին մենք ունենանք բավականին առողջ Երևանի ջեկ, որը նույնպես ռազմավարական նշանակություն ունի մեր համար։ Նշեմ, որ 6 ամիսների ընթացքում ամփոփվել են Համաշխարհային բանկի,
Ասիական բանկի տարբեր վարկային ծրագրեր շուրջ 100 միլիոն նախնական արժողությամբ 40 միլիոն ԱՄՆ դոլարի տնտեսում է տեղի ունեցել եւ ես որպես դեռ նախարար կառավարություն ներկայացրել է առաջարկություն այդ գումարների հետագա օգտագործման նպատակով էներգետիկ խնդիրների լուծման համար։ Եվ շատ չծավալվեմ, ասեմ Իրանի հետ կապված խնդիրներում բավականին նոր էներգետիկ բնագավառի համագործակցության առումով ու շատ կարևոր իմ կարծիքով մեր երկրի համար փաթեթ եմ ներկայացրել, որը քննարկել եմ իմ մի քանի գոլեգաների հետ Իրանում, ստացել եմ դրական արձագանք եւ այդ աշխատանքները իմ կարծիքով նոր նախարարը, նոր կառավարությունը պետք է շարունակի, քանի որ դա ստրատեգիական խնդիրներ էր, նոր մոտեցումներ Իրանի Իսլամական Հանրապետության հետ էներգետիկ բնագավառում համագործակցելու առումով։ Եթե կարճ այսքանը եւ երրորդ ձեր հարցը թույլ տվեք չպատասխանեմ։ Շախմատային լեզվով ասած Իշխան Զաքարյանի հետ կապված հարցերը կխնդրեմ ուղղեք իրեն։ Արձագանքի համար Արամ Մանուկյան։ Շախմատում քայլ չանել չկա, քայլ պիանես, դիմա չեք պատասխանում, քայլ չեք անում ձեր գործեր։ Պարոն Յոլյան, մեր երկու վերջին վարչապետերին, ճիշտ եմ ասում, վարչապետերին, ոչ թե առաջադրանք են տվել ինչ-որ խնդիրներ լուծելու, այլ տաբու են դրել ինչ-որ խնդիրներ չլուծելու։ Եվ հստակ է եղել։ Եվ դա մի բան գոնե հստակ էր, որ ակնհայտ երևում է։ Նախկինների գործունեությանը չպետք է անդրադառնալ։ Եվ այս վարչապետը եւ բոլոր նախարարները եւ նախկին վարչապետը ունեին այդ հանձնարարությունը։ Ոչ թե ազատություն ինչ-որ բաներ անելու համար, այլ անազատություն որոշ բաներ չանելու համար։ Հիմա դուք այս իմ նշածս բարդագույն խնդիրների մեջ ազատություն ունեք, ունենալու եք գնալ առաջ ինչքան որ ուզեք։ Թե որոշակիորեն ձեր առաջ դրված են տաբուներ, ինչպես շատ-շատերի առաջ 5-6 նախարար ես ուղիղ կոնկրետ հարց եմ տվել։ Այդ մարդկանց արգելված է հին բաները բացելու։ Եվ վերջինը շատ կարճ։ Եթե ձեզ դիմում առաջարկ Տաբուների առումով ասեմ, որ իմ աշխատանքում իմ առջև երբեք տաբուներ չի դրվել, ընդհակառակը, երբ նշանակվել է էներգետիկայի նախարար, ինձանից պահանջում էին նախորդների գործունեության վերլուծությունը, ես էլ ասում եի, դրա հնարավորությունը դուք ինքներդ ունեք, ես պետք է նայեմ առաջ եւ զբաղվեմ ապագայի խնդիրներով, եթե զբաղվեմ նախորդների աշխատանքների վերլուծության կամ վերահսկման գործերով, ապա չեմ կարողանա զբաղվել կոնկրետ, պրակտիկ, կարևոր խնդիրների լուծմամբ, որոնք իմ առջև կանգնած են։ Նույն մոտեցումս եղել է եւ հիմա էլ կա։ Մարդ ոչ թե պետք է հետ նայի, այլ պետք է նայի առաջ եւ փորձի այն օղակը, որը իրեն վստահված է, բավականին արդյունավետ տանի առաջ։ Մյուս խնդիրը կներեք, կուսակցությունների առումով, եթե ես 20 տարուց ավելի է, ոչ մի կուսակցության 25 տարի է, ոչ մի կուսակցության անդամ չեմ, բնականաբար երևի թե նույնպես մոտեցումներ ունեմ, առաջարկներ տարբեր եղել են այս տարիների ընթացքում, բայց ես ունեմ իմ մոտեցումները, շատ լավ է, եթե ազգային ժողովն էլ իր կամքը կդրսևորի իմ թեկնածուի հետ կապված, որ օրենքով է արդեն արգելվում։ Վերահսկիչ պալատի նախագահան անդամները իրավունք չունեն լինեն որևէ կուսակցության անդամ։